ում ձեռն է այսօր իշխանությունը ձեր ձեռն է, եւ այսօր հետեւաբար այս ընտրությունների կոնտեքստը այն չի, մենք կլինենք իշխանություն, կմնանք իշխանության թե չէ, կոնտեքստը այն է, դուք կմնաք իշխանության թե չէ, եւ հետեւաբար մենք ասում ենք, որ արդեն ըստ էության ոչ թե կոչ ենք անում, որ ընտրություններում գնաք եւ քվեարկեք մեր օգտին, ես ասում եմ ոչ թե գնացեք եւ քվեարկեք իմ օգտին, ես ասում եմ գնա եւ քվեարկիր քո օգտին։ Հայաստանում պետք է մի քաղաքական ուժ, որը նոր իրավիճակում այս վերջին տարիներին ստանձնի առաքելություն հասարակությանը կազմակերպելու, առաջնորդելու, խնդիրները ձևակերպելու, որ ամենակարևորն է ծրագրեր ներկայացնելու եւ լուծումներ առաջարկելու։ Ինչպես հայտնի ասացվածքում է ասվում, փոխանակ ամբողջ կյանքում խավարն անիծելու մի մոմ վառիր։ Դա արդեն լույս եւ հույս է։ Հայաստանին հենց այդպիսի քաղաքական ուժ է պետք, որը մոմ կվառի խավարն անիծելու փոխարեն։ Անընդհատ դժգոհություններ ու հայհոյանքներ են հնչում, բայց ամեն ինչ վաղուց բոլորին պարզ է։ Դա ցույց են տալիս ընտրությունների արդյունքները։ 2021-ի խորհրդարանական ընտրություններում այս իշխանությունները ստացան ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 26%-ի ձայները։ Սա շատ ցածր ցուցանիշ է։ 2021-ին մարդկանց ճնշող մեծամասնությունը, չտեսնելով թե ում հետ կարող է գնալ հետագա ճանապարհը, նախընտրեց չմասնակցել ընտրություններին։ Ավելի վատ պատկեր ստացվեց Երևանի ընտրություններում, ընդամենը 9% եկավ եւ քվեարկեց այդ ընտրություններում հաղթողի օգտին։ Սա նշանակում է, որ մենք շատ լուրջ խնդիր ունենք այստեղ։ Մնացած ամեն ինչ, այսինքն ինչպիսին է իրավիճակը, բավական վաղուց հայտնի է։ Ժամանակին մի խորհրդային անեկդոտ կար, երբ մեկը պատերին դատարկ թղթեր է կպցնում եւ երբ ոստիկանները հարցնում են, թե ինչու է դատարկ թռուցիկներ կպցնում, ասում է բոլորն ամեն ինչ գիտեն։ Հիմա պետք է գնալ ճիշտ ճանապարհով, սա է կարևորը։ Պետք է ձևավորվի տանող քաղաքական ուժը եւ այդ դեպքում բոլոր հարցերն արագորեն կլուծվեն։ Ասում է, քանի որ ես էշություն եմ դուրս տվել, բայց ոչ մեկ չի ելել փողոցով ինձ տապալելու, ասած է հետ է, բայց նույնիսկ զարմացած է, որ իր դեմ ընդգծում չի եղել։ Ուրեմն ժողովրդի մեծամասնությունը իմ տեսակետը կիսում է։ Հիմա պետք է ընդդիմության շրջանում մրցավազք լիներ, ոչ թե անցյալի սխալները մեկը մյուսի վրա բարդելու համար, այլով Նիկոլ Փաշինյանի գծած մարտահրավերը կվերցնի։ Ասի ես եմ այն ուժը, որ քեզ հեռացնելու եմ, ու ապացուցեմ, որ հաջորդը քո քաղաքականության հետ համաձայն չի կամ քո քաղաքականությունը չի կիսում։ Անկամ մինչև կառավարության կազմ ներկայացնելը, ընդդիմությունը պիտի մեխանիզմն ասի, թե ինչպես է փոխելու իրավիճակը։ Ուղղակի ասել, թե կարող եմ եկեք, բազմիցս ասվել է, մարդիկ էլ եկել են։ Պետք չէ ժողովրդին ոչնչում մեղադրել։ Ժողովուրդը բաղկացած է առանձին անհատներից, եւ նրանց միավորողը պետք է լինի քաղաքական ուժը, որը ճանապարհ եւ քայլեր է ցույց տալիս։ Ժողովրդին համոզում է գնալ իր ճանապարհով։ Սա ցավոք սրտի չկա։ Տարբեր տեսակի պատրվակներ են բերվում, աշխարհակաղակական եւ այլն, որևէ մեկն այդ աշխարհակաղակական ազդեցիկ ուժերից մեկի հետ խոսել է, ասել են, որ կոնսենսուս չկա։ Այդ կոնսենսուսը չի էլ կարող լինել, եւ այդ խնդիրն իրենց համար այնպիսի նշանակություն չունի, ինչպիսին ասենք ուկրաինականն է։ Հայաստանի խնդիրը բոլորովին այլ է։ Մարդիկ պիտի հասկանան, որ 1980-ականների վերջից եւ 90-ականների սկզբից ավելի քան 30 տարի է անցել, այս ընթացքում շատ բան է փոխվել, եւ այսօր պահանջվում են գիտելիքներ։ Այն ժամանակ գիտելիքների բացակայությունը հայտնի եւ հասկանալի էր, բայց որքան էլ զարմանալի թվա, այն ժամանակ ավելի ճիշտ քայլեր էին արվում, քան այսօր։ Քաղաքական ուժերը չունեն այդ ամենը։ Միայն տարբեր որակավորումներով նշում են, որ ամեն ինչ վատ է, դրանց մի զգալի մասն էլ ճիշտ է, բայց հետո ինչ։ Քաղաքական ծրագիր կարող են առաջարկել նրանք, ովքեր ունեն անհրաժեշտ գիտելիքներ եւ կառույցներ, որոնք գործում են։ Եթե նա խոսում է սահմանադրական մեծամասնություն նվաճելու մասին, ապա այստեղ երկու հանգամանք կա։ Նա ամեն ինչ անելու է, որ մասնակցությունը լինի ցածր, մեկ, եւ երկրորդ ամեն ինչ անելու է, որ անգամ այդ ցածր մասնակցության պայմաններում լինեն կեղծիքներ, լինի շանտաժ, վարչական ռեսուրս կիրառվի եւ այլն։ Դա նշանակում է հետևյալը, որ մենք պետք է գանք հակառակ տրամաբանությունից, որ մենք պետք է հիասթափվելու հանգամանքները մի կողմ թողնենք եւ ապահովենք բարձր մասնակցություն։ Պետք են կուսակցություններ, ոչ թե հայտարարություններով, անուններով կամ մի խումբ ճանաչելի անձանցով, այլ շարքային անդամներով։
Կուսակցությունը պետք է աշխատի տարածքային կազմակերպությունների հետ մշտական ամենօրյա ամեն ժամի աշխատանք պետք է տարվի Հայաստանի բոլոր տարածաշրջաններում, բոլոր համայնքներում։ Խնդիրներ եւ լուծումներ քննարկվեն, ոչ թե 4-5 տարին մեկ գնան մարզեր, համայնքներ եւ ժողովրդին ասեն եկեք կազմակերպվենք եւ Նիկոլի դեմ պայքարենք։ Այդպես այլևս չի լինի, մարդիկ սա պետք է գիտակցեն, բայց շատերը այդ գիտելիքն էլ չունեն, չեն հասկանում, թե ինչպես են աշխատում քաղաքական կուսակցությունները։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։